Գյումրիի շատ թաղամասերում իրենցից լուրջ վտանգ են ներկայացնում փայտից էլեկտրասյուները, որոնք փտել, քայքայվել ու թեքվել են կամ փողոցների կամ բնակելի տների վրա։ Բնակիչները ցույց են տալիս հենասյուների վիճակն ու ասում, որ չեն կարողանում հասկանալ, թե ինչու է էլեկտրաէներգիայի գինն անընդմեջ թանկանում ներդրումներ անելու անվան տակ, երբ նույնիսկ մեկ հենասյուն չեն փոխում տարիներ շարունակ, չնայած բազմաթիվ դիմումներին։ Լրիվ փտազին, սիգուր ուժեղ քամի եղավ, կգնի մեր տան վրա, լրիվ տոկերն է կտրի կգնի։ Դիմել եք։ Դիմել ենք, անցյալ տարի եկել են, նայ գնացել են։ Ու էլ չեն եկել, քանի անգամ դիմել ենք։ Այսպես թեքված տան վրա մնում է, հա։ Հա։ Նոր դինգնենք կախներս ու բաժարենք մեռնենք։ Որ արեցին ոչ քշերքուն ունեն, ոչ երեք դաթար ունեն։ Ամեն րոպե ահա սրտիս դողում եմ։ Նարի ծանրությունից է ծառվել։ Զատալարն ծապիտունի չի։ Նոր պիտի մենք բաժարենք եդանում։ Այսքան բողոքել է, այսքան խնդրել է, այսքան աղաչել է։ Հնար չկա, տես չկա։ Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը ասում է, հատկապես սեփական տների սեկտորում այդպիսի հենասյուների առկայությունը լուրջ վտանգ է իրենից ներկայացնում։ Գոյություն ունի դեռևս 50-ական թվականներին ուրեմն մոնտաժված գծեր, որոնց հենասյուները գրեթե շարքից դուրս են եկել, այսօր վտանգ են ներկայացնում իրենցից, փտել են, մեծամասնությունը փտած են։ Որոշ հատվածներում Հայաստանի էլեկտրական ցանցերի կողմից աշխատանք կատարվել է, փոխվել են ուրեմն երկաթբետոնյա հենասյուներով, բայց շատ թաղամասերում ենք, որտեղ դեռևս պահպանվում է այդ սյուները։ Բնակիչները դիմում են նաև քաղաքապետարան այդ խնդրով, բայց քանի որ հենասյուները էլեկտրական ցանցերի սեփականությունն են հանդիսանում, քաղաքապետարանին մնում է դիմել սեփականատիրոջը, որ դրանք փոխարինեն նորերով։ Եղել է ով ձեռնարկեն որևէ աշխատանք։ Դրանք եզակի դեպքեր եղել են, բայց մասսայական այդպիսի աշխատանք մենք էլ ենք տեսնում, որ չի կատարում։ Հիմնական պատճառաբանությունը այն է, որ չկա ներդրումային ծրագիր, գումարներ չկան, որպեսզի նպատակաուղղեն այդ աշխատանքները կատարելուն։ Ու թե երբ քայքայված հենասյուները նորերով փոխարինելու հերթը կհասնի, պարզ չէ։ Մի քանի թաղամասերում էլ հանդիպեցի իրար կողք կողքի հին փտած ու նոր երկաթբետոնյա հենասյուների։ Հետաքրքիրն այն էր, որ թեպետ նոր հենասյուները տեղադրվել էին, սակայն դրանք այդպես էլ նպատակին չեն ծառայում, նույնիսկ մեկ մալուխ անգամ չկար վրան։ Իսկ հին փտած ու քայքայված հենասյուները մալուխներով խճճված էին։ Հենասյուներից բացի նաև ենթակայաններ կան, որ մալուխներն այնքան շատ են, որ սարդոստային են հիշեցնում։ Բնակիչները ցույց են տալիս ենթակայաններից մեկի վիճակն ու ասում, որ հաճախ թույլ քամիների ժամանակ մալուխներն իրար են հպվում ու կարճ միացումների, այսպես ասած հրավառությանն են հետևում։ Ջերձին փոսկրդակը մեկ, կաբել սաղ վարի, ստեղ էգուս, կաբելներ նույնս կզրտած է, իրեք, կուկա թոմինգներին ծարի վրայից լուս կանցնի, եդիք չորս տեյա, դեմուտ եմ կնակ նային։ Հանձրև է կուկա ստը կարոտքի կուդա հարվանը վարի կեշտա, խերջերը։ Հետ էլ ուշ էշման չկա։ Հա, նցանունն է, ստեղ անդևը դուս է։ Լավ էս ենթակայանի վիճակ է, այսպես լարերով։ Հետո իրանց հարցեք, մեզ ինչի կարծենեք, մենք ով ենք։ Այնքան շատ է խնդիրները Գյումրիում, մենակ մերը չէ, հա, ամբողջ, եթե նայենք, ամբողջ այս ենթակայաններից դուրս գալացողից էլեկտրալարերը, բոլոր քաղաքում բոլոր տեղերից նույն ձևով են դուրս գալիս։ Թե երբ կլինեն ներդրումներ հենասյուների փոխարինման ու ենթակայանների վիճակի բարելավման համար, այս հարցերով դիմեցի Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության լրատվության բաժին։ Առաջիկա օրերին հավանաբար պարզաբանում կտրամադրվի։ Իդեպ մոտ 15 տարի առաջ, երբ Գյումրիում անցկացվեց առաջին միջազգային բիենալեն, արտերկրից ժամանած արվեստագետները մի ակցիա իրականացրեցին։ Էլեկտրական մալուխներով կարեցին հին շենքերից մեկի պատը։ Դրանով ցույց տալով, որ իրենց զարմացրել էր մալուխների այն սարդոստայնը, որ տեսել էին Գյումրիում շրջելիս։